Պատմությունը կրկնվում է, Թալիշի ու Մատաղիսի նոր սերունդն էլ գիտի ինչ բան է տեղահանությունը։ Ժամանակավոր հաստատվել են Ստեփանակերտի հյուրանոցներում եւ ապրում են սպասելով, երեխաներն այստեղ են հաճախում դպրոց, հայրերն էլ ամուր պահում սահմանը, բայց տունն ավերված է։ Ես 5 տարեկան եմ եղել, որ մենք 91-ին փախել ենք, նորից երեխաս 5 տարեկան է, մենք նորից փախել ենք։ Քանի սերունդ դեռ պետք է այդպես ապրել։ Ֆրանսիացի պատգամավորները նախ հյուրանոցի պատասխանատուից են հետաքրքրվել, ինչ պայմաններում են ապրում տեղահանվածները եւ որքան ժամանակ է այստեղ են։ Հետո ավելի մանրամասն արդեն սեղանի շուրջ։ Գյուղացիների պատասխանն ավելի ազդեցիկ էր։ Ապրիլի 2-ին թողել են ամեն ինչ եւ դուրս եկել Թալիշից ու Մատաղիսից, փրկվել են մի կերպ։ Մինչև հիմա բոլոր երեխեքը վախեցած, ոչ մեկ ոչ մի բան չի կարում երեխեքը։ Նույնիսկ ամպն է գոռում, իրանք ամպից ուժեղ են գոռում։ Ֆրանսուଆ Ռոժբլուանն ու Ռենե Ռուքեն եղել են Թալիշում եւ Մատաղիսում այցելել առաջնագից։ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավարը ողջունում է հայ զինվորականների խիզախությունը ստեղծված իրավիճակում։ Գործընկերն ավելացնում է, փորձելու են նպաստել խնդրի կարգավորմանը։ Ռենե Ռուքեն մտադիր է ադրբեջանական ագրեսիայի մասին խոսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Oui, je disais que l'Assemblée du Conseil de l'Europe, c'est une assemblée Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն առաջին հերթին մարդու իրավունքներն ու համամարտկային արժեքները պաշտպանող կառույց է։ Բնականաբար բոլորս գիտենք, թե ինչ երկիր է Ադրբեջանը, ինչ մեթոդներով է աշխատում եւ ինչ վիճակում է այնտեղ մարդու իրավունքների պաշտպանությունը, որովհետեւ ընդդիմադիր ուժերն ու ազատ լրագրողներն այնտեղ գտնվում են բանդերում եւ հաճախ Եվրոպայի լուսարձակներն Ադրբեջանի վրա են ու քննադատում են այդ երկրին։ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը չի հերքում։ Ադրբեջանական քարոզչությունը երբեմն հաջողվում է նաև ԵԽԽՎ-ում։ Պատգամավոր Ռուքեն հիշեցնում է, բայց ավելի շատ այն ձախողվում է Եվրոպայում։ Հայկական ազդեցության համար հիմա նպաստավոր պայմաններ են։ Աշխարհը տեսավ, թե ինչպես է Ադրբեջանը հարձակվում, գլխատում ու հրետակոծում։ au Conseil de l'Europe. Հասկանալի է, որ Ադրբեջանը մեծ լոբիստական աշխատանք է տանում, բայց միևնույն ժամանակ այդ աշխատանքը միշտ չէ, որ իր արդյունքին հասնում է, եւ շատ հաճախ արդյունքի չի հասնում։ Եվ դրա համար կան մարդիկ, նրանցից հիմա այստեղ է Ֆրանսուଆ Ռոժբլուանը։ Ես եմ այդ ուղղությամբ աշխատում, որպեսզի հակազդենք Ադրբեջանի նման գործողություններին, որ ամեն կերպ փորձում է պարտադրել իր տեսակետը հիմնախնդրի լուծման հարցում։ Եվ տեսակ, որ Ադրբեջանի բանաձևերը մի նախագծից անցնում են մյուսին, եւ միշտ չէ, որ ընդունվում են։ Դժբախտաբար վերջին դեպքերից հետո մեր գործն ավելի հեշտացավ ու մեր փաստարկներն ավելի շատ են, որ ագրեսոր Ադրբեջանին ավելի շատ քննադատեն։ Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչը ներկայացրել է իրավիճակը։ Ֆրանսիացի պատգամավորներն այստեղ են ոչ թե կեղծ խոստումներ տալու, այլ գործնական քայլերը շարունակելու համար։ Ֆրանսուଆ Ռոժբլուանը հարցրել է տեղահանվածներին, ուզում են վերադառնալ իրենց բնակավայրերը թե ոչ։ Պատասխանը միանշանակ է՝ իհարկե, եթե իրենց ու երեխաների կյանքը վտանգված չլինի։ Եթե այնպիսի պայմաններ ստեղծվի, որ մենք կարողանանք գնանք, ապրենք մեր գյուղում, վերջնական, ոչ թե 20 տարի նորից վերանորոգենք, որ պետք է արդեն սկսենք ապրել նորից, նույն բանը դառնա։ Վերադառնալը կարծում եմ, որ ոչ մեկը չի գնա։ Ուզում ենք, որ ամբողջ գյուղը միասին միտեղ մի ապահով տեղ Թալիշ կառուցեն, բոլորս թալիշեցիներով միտեղ լինենք, միասին լինենք։ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավարին Թալիշի բնակիչները հակադարձել են հարցով։ Ռոժբլուանը տեղահանվածներին հորդորում է սպասել, հույսով, որ խնդիրը լուծելու է Արցախի կառավարությունը։ Դրանից առաջ ֆրանսիացի պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում։ Համոզված են Արցախցու պայքարն արդար է եւ միջազգային հանրությունը պետք է հարգի նրա ինքնորոշման իրավունքը։ Նարեկ Սահակյան, Մերուժան Հայրապետյան, օր։